Այսօրվա պատգամը վերնագրել եմ վերջի օրերի ախտը։ Այս պատգամը ծնվեց, երբ կարդում էի Պողոս Առաքյալի վերջի ուղերձը։ Աստծո ծառան մարգարեական խոսքեր է խոսում վերջի օրերի հավատացյալների մասին, որը մեզ համար այսօր շատ սթափեցնող եւ մտածելու առիթ տվող է։ Եկեք միասին կարդանք այս խոսքերը։ Դա գրված է 2 Տիմոթեոս 3 գլուխ 1 խոսքից։ Իմացիր սա, վերջի օրերին չար ժամանակներ կգան, որտեղ մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, անբարտավան, հպարտ, հայոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչն, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտակուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունը ուրացել են, նրանցից խուսափիր։ Որտև դրանց մեջ կան այնպիսիները, որոնք տնետուն են մտնում, գերում մեղքերով բեռնավորված կանանց, որոնք ներքաշվում են զանազան ցանկությունների մեջ, որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։ Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում, այս մարդիկ, որ մտքով ապականված են եւ հավատքի մեջ կեղծ, բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որտեւ դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։ Ուշադրությամբ կարդալով հասկանում ես, որ սա աշխարհիկ մարդկանց չի վերաբերվում, այլ նրանց, ովքեր աստվածապաշտ են, ովքեր ունեն հավատացյալի կերպարանք, գալիս են եկեղեցի, բայց կա հստակ նկարագիր, զորությունը ուրացած, հավատքի մեջ կեղծ։ Բայց հնարավոր է, որ մարդ գա հավատքի ճանապարհ ու կեղծ լինի։ Ոնց եք մտածում։ Հնարավոր է։ Այո, սիրելիներ, բազում տեղեր կան ավետարանում, որ նկարագրում է այդ մարդկանց մասին։ Օրինակ, հիմա ես կասեմ մտքերը դուք արդեն, նրանք ովքեր կարդացել են ավետարանը, նրանք հասկանան ինչ եմ ասում։ Սիրո խնջույքներում արատներ են, անջուր ամպեր են, շրթունքներով պաշտողներ են, բայց սրտերը հեռու Աստծուց, որոնք սովորում են ու այդպես էլ ճշմարտությանը չեն հասնում։ Լայն ճանապարհով քայլողներ են, աղի համը կորցրածներ են, լսող եւ չկատարողներ են։ Այսպես կարող եմ շատ թվարկել, բայց ինչու է այդպես։ Որոնք են քո դրդապատճառները Աստծուն մոտենալու։ Ինչ ես կորցրել, որ չես գտնում։ Սիրելի բարեկամ, քրիստոնեական կյանքը միայն տոն օրերին ներկա գտնվելով չի, կամ էլ երբ կարիքի մեջ ես գաս նրա առաջ, աստվածապաշտությունը ամեն օր է։ Եկեք բոլորս ասենք ամեն։ Աստվածապաշտությունը ամեն օրվա է, երբ որ աչքերդ բացում ես եւ երբ որ աչքերդ փակում ես, ամբողջ օրը աստվածապաշտ դու պիտի լինես։ Դու մտածում ես, որ նա չի տեսնում քո իրական մոտիվացիան։ Քեզ հարց տուր, ինչու եմ եկել այսօր այս աղոթքի տուն։ Որն է իմ իսկական, իրական դրդապատճառը։ Որն է իմ դրդապատճառը, որ այսօր դու եկել ես։ Ուղղակի հերթական կիրակին դրա համար ես եկել։ Որն է իրական իմ դրդապատճառը։ Աստծուն մեծարելը, նրանից սովորելը, անձս նրա առաջ խոնարհացնելը եւ օրհնելը, թե իմ կարիքների բավարարում գտնելը, թե իմ ցանկությունների համար աղոթելը, որ բարի Աստված կկատարի իմ երազանքները։ Դու մի օր կհասկանաս, որ դու այստեղ ես, որ երազանքներ կատարես։ Դու մի օր կհասկանաս, որ տալ ավելի երանելի է, քան թե վերցնելը։ Եվ Աստծուն երկրպագելը բոլոր խնդրանքներից վեր է։ Այս խոսքի շուրջ կարելի է շատ երկար խորհել եւ համեմատվել։ Ես այսօր խոսելու եմ վերջի օրերի ախտերից մեկի մասին, անհաշտների մասին։ Ինչ է նշանակում լինել անհաշտ։ Չհաշտվող։
Նայեցի բացատրական բառարանի մեջ հոմանիշները, հետաքրքիր հոմանիշներ ա տալիս անհաշտին։ Անհամաձայն, անհամերաշխ, անմիաբան, չներող, չանդուրժող, խռովարար, ամբարիշտ։ Նկատել եմ, որ վերջին ժամանակներում, որ մենք էլ, ես էլ չեմ ուզում ձեզանից ինձ առանձնացրել, դարձել ենք չանդուրժող։ Մի քանի կարևոր նկատառումներ եմ կատարել այս երևույթի հետ կապված։ Ամեն բան սկսվում է, երբ մարդ անհաշտ է Աստծո հետ։ Ես այսօր աշխարհիկ մարդկանց մասին չեմ խոսալու սերներ։ Ես այն մարդկանց մասին եմ խոսալու, ովքեր այսօր Տիրոջ տան մեջ են, ովքեր Աստվածապաշտ են իրենց համարում եւ եկել են տուն, դուք մտածում եք, որ Աստվածապաշտ մարդը չի կարող Աստծո հետ անհաշտ լինել, սխալվում եք։ Աստվածապաշտ մարդն էլ կարող է անհաշտ դառնալ Աստծուն։ Սուրբ Գիրքը դա թշնամություն է որակում, երբ հավատացյալ մարդը սկսում է ավելի աշխարհային ցանկություններով ապրել, զանց անելով Աստծո պատվիրանները։ Երբ Աստծո կամքը կատարելու փոխարեն սկսում է շարժվել աշխարհի սկզբունքներով, կտրվում է կապը Աստծո հետ, դառնում է անմիաբան, անհամաձայն Աստծո պատվիրանների հետ։ Եվ գիտեք ինչ է տեղի ունենում։ Այդ մարդիկ այնքան արդարացումներ են գտնում իրենց կյանքի մեջ, որպիսի իրենց մեղքերը, իրենց ցանկությունները, իրենց կատարածները կարողանան արդարացնել։ Սկսվում է անկումը, անհաշտությունը։ Աստծո պատվիրանները չկատարելու համար հազար պատճառներ ու արդարացումներ կան։ Օրինակ, լիքը վարկեր են վերցրել, հեռախոս եմ գնել եւ այլ ցանկությունների մեջ են բանացրել, բայց երբ գալիս է Աստծո բաժինը տալու պահը, սկսվում է լացելու process-ը։ Չունեմ, չկա։ Երբ հրավիրում ես աղոթքա ժողովի, ժամանակ չունի, հոգնած է։ Այնքան է աշխատե հոգնած է։ Ու մեկ էլ հանկարծ հանդիպում ես այդ մարդուն այգում, հեռախոսի մեջ մտած կամ չգիտեմ ուրիշ զվարճությունների մեջ, ու շատ լավ այդ ժամին հանգստանում է։ Ինչքան այսպիսի պատճառաբանումներ, որ այնքան այն ժամանակը, որ պիտի հատկացնեի ես Աստծուն, իմ համար եմ վատնել։ Հետո էլ ասում ենք, ինչու Աստված ինձ չի պատասխանում, ինչու Աստված չի լսում, ինչ եմ այսքան աղոթում ու ինքը ոչ մի բան չի տալիս։ Ռուսները մեծ ասացվածք ունեն. Какой привет, такой и ответ։ Ինչքան կմոտենաս Աստծուն, այնքան էլ Աստված քեզ կմոտենա։ Լավ, հովիվը չտեսավ, բայց հո բարձրյալը տեսավ։ Մենք չկմեղանք չունենք։ Կամ գնա քո կյանքով ապրիր, հետո ինչ կլինի։ Կամ էլ եթե ձեռքը դրել ես գութանի վրա, հետ մի նայի։ Ասեմ վերջնաբանը, դու հարմար չես լինելու Աստծո արքայությանը։ Կամ մենք հավատացյալ ենք, կամ մենք քրիստոնյա ենք, կամ մենք աստվածապաշտ ենք, կամ իրան նվիրված ապրելու ենք մեր կյանքի բոլոր օրերը, կամ էլ գնա քո կյանքով ապրի։ Մի խաբի քեզ։ Մի խաբի, որ Աստված բարի է, ողորմած է գտնվելու իմ հանդեպ։ Ոչ, Աստված երբեք չի հաշտվում մեղքի հետ։ Երբեք չի հաշտվում եւ երբեք չի արդարացնում մեղքը։ Այո, զղջացող մեղավորին արդարացնում է, բայց մեղ գործողին, մեղքը սիրողին չի արդարացնում Աստված։ Ես հակառակը կասեմ սերներ։ Այն մեղքերը, որ կարող ես գործել եւ սիրել այդ մեղքերը, կարող են դուռ բացել անեծքի համար եւ քեզ ավելի հեռացնել Աստծուց։ Լավ, ինձնից չէ, որ դուք իմանաք, սա իմ մտքերը չի, ես ուզում եմ կարդալ ձեզ համար Հակոբոսից։ Հակոբոսը շատ կտրուկ եւ ուղիղ է ասում այս ուղղությամբ։ Հակոբոս 4-րդ գլուխ առաջի խոսքից մինչև 6-րդ խոսքը։ Եկեք ուշադրությամբ կարդանք։
Որտեղից ձեր մեջ պատերազմներ, որտեղից կռիվներ, չէ որ այստեղից են ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք։ Սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել։ Պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք, որովհետեւ չեք խնդրում։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետեւ չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Եվ այստեղ մի նկարագիր է տալիս այն մարդկանց, ովքեր ցանկասեր են եւ ապրում են աշխարհիկ ցանկություններով։ Ասում է շնացողներ, չգիտեք, որ աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է։ Արտով որ ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զուր է ասում, Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն օգին, որ բնակեցրեց մեր մեջ, բայց ավելի մեծ շնորհ է տալիս։ Դրա համար ասում է Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Ում է ուղված այս խոսքը Հակոբոսի սերներ, ուղված են հավատացյալներին։ Ուղված են նրանց, ովքեր կապի մեջ, ուխտի մեջ են մտել Աստծո հետ։ Դրա համար ասում շնացողներ։ Դրա համար ասում դավաճանողներ, դրա համար ասում Աստծուն թողողներ ու աշխարհը սիրողներ։ Կարող է այսօր այս պատգամը քեզի անհանգստացնի, կարող է դուրը չգա այս պատգամը, բայց Աստծո խոսքը մեզ երկսայրի սուրի նման ուղղված է, որպեսզի մեր կյանքի մեջ բժշկություն բերի։ Մի հատ սթափվիր, մի հատ մտածիր, արդյոք ես չեմ ընկել իմ ցանկությունների, իմ չգիտեմ ինչերի հետևից եւ ժամանակ չունեմ արդեն իմ սիրած, իմ երկրպագած Աստծո համար։ Ուրեմն իմանանք, նրանք, ովքեր աշխարհը սկսում են սիրել, ու աշխարհի սկզբունքները, աշխարհի ծաղրանքը, աշխարհի բաները հաճելի են դառնում, այն մտածելակերպը, այն սկզբունքները, այն գողացողները, այն ստախոսները, այն մնացածը դառնում են մեր համար հաճելի, ուրեմն իմացեք, դու անհաշտ ես Աստծո հետ։ Քո այդ կատարածը թշնամություն է Աստծուն։ Եվ դրա համար էլ երկար ժամանակը դու նրա ներկայությունը չես զգում, որովհետև թշնամի ես դարձել, քո այդ վերաբերմունքով, քո այդ պահվածքով։ Հիմա մեկը կարող ասի, ես աշխարհասեր չեմ։ Այո, հնարավոր է դու աշխարհասեր չես, բայց դու էլ կարող ես անհաշտ լինել Աստծո գործերի եւ ծրագրերի եւ որոշումների հանդեպ։ Միայն ցանկասիրությունը չի, որ թշնամի է դարձնում, այլ նաև քո անհաշտ վիճակը Աստծո որոշումների, Աստծո գործերի ու Աստծո ծրագրերի հանդեպ։ Դուք ընդունում եք, որ Կիրակի օրը Տիրոջ տան մեջ հավաքվելը սա Աստծո որոշումն է, Աստծո ծրագիրն է։ Բա ինչի՞ չես անում։ Բա ինչի այդ օրը չես գալիս իր առաջ ներկայանալու։ Ինչ ես արհամարում այդ պատգամը, այդ պատվերը, որը տրված է։ Այն որոշումները, որ Աստված կայացրել է իր խոսքի մեջ, որ իր բաժինը տրվի իրան, որ տարբեր պատվիրաններ կան, որ այսօր տրված են եկեղեցու շինության համար, որպեսզի մենք հավաքվենք իրար հետ միասին, մեկը սաղմոս ունի, մեկը մարգարեություն ունի, մեկը երգ ունի, ասենք, որ մենք հոգևոր աճ ունենանք։ Ինչի՞ չես ընդունում դա։ Ինչի՞ ես անմիաբան, ինչի՞ ես անհամաձայն։ Ես կարդացի հոմանիշները չհաշտվելու։ Երբ որ դու անմիաբան ես, անհամաձայն ես Աստծո դրած օրենքներին ու որոշումներին, դու անհաշտ ես Աստծո հետ։ Սուրբ գրքում կան օրինակներ, որոնք մեզ համար խրատ են։ Կայենը անհաշտ էր Աստծո որոշման հանդեպ, որովհետև Աստված ընդունել էր Աբելի զոհը, իրանը չէր ընդունել։ Տերը բացատրեց. դու ունես հնարավորություն իշխելու մեղքին, բայց այդպես էլ Կայենը անհաշտ մնաց Աստծո հետ։ Այսօր մեր կյանքում էլ Աստված որոշումներ է կայացնում, որ մեր սրտով չէ, կամ մեր պատկերացումներին չի համապատասխանում, որպես ծառաներ պիտի կարողանանք ասել, թող քո կամքը լինի, իսկ ինչ է ստացվում, անհաշտ վերաբերմունքը բերում է մեղադրանք եւ օտարացում Աստծուց։ Փառք է, որ Աստված այսօր խոսում է մեր հետ եւ մեզ թափեցնում է։ Սերներ, Աստծո վերաբերմունքը Կայենի հանդեպ եղավ Կայենի վերաբերմունքից։
Կայենի վերաբերմունքն էր, որը Աստված չընդունեց նրա զոհը։ Եթե Կայենը բարի աներ, հիշում եք, բացատրեց, եթե դու բարի անես, ընդունված կլինի։ Հիմա ես չեմ ընդունել, բայց ես քեզ բացատրում եմ, որ դու հասկանաս, որ քո բերած ընծան, որ դու բերում ես իմ առաջ, պետքա հավատքով բերես, սիրով բերես։ Պետքա բարությամբ լինի։ Պետքա լինի իրական նվիրաբերում Աստծուն։ Իսկ այդպես էլ անհաշտ, անհամաձայն եղավ Կայենը եւ ինչ, ով տուժեց, Կայենը տուժեց ելներ։ Եվ ոչ միայն Կայենը, այլ նաեւ իր արդար աղբերը տուժեց, իր վերաբերմունքից։ Շատ անգամներ, երբ որ Աստված մեր սիրելիներին վերցնում է իր թագավորությունը, այստեղ է, որ մարդը դառնանում է Աստծո հանդեպ։ Փոխանակ ասեր, ես ուզում եմ հասկանալ եւ մխիթարվել, Աստված իմ, դու բարի ես, դու քո զավակին վատը չէիր կամենա։ Ուրեմն տուր ինձ ուժ դիմանալու եւ վերագտնելու ինձ։ Այո, շատ անգամներ, երբ են մարդիկ անհաշտ ու դառնանում Աստծուց, երբ որ նրանք Աստծո որոշումները, Աստծո կամքը իրենց կյանքի մեջ բացարձակ չեն ընդունում։ Այն ինչ որ Աստված մեր կյանքի մեջ որոշում է, իմացեք, բարի է։ Կարող է իմ խելքը չի հասնում, բայց Աստված բարի է անում մեր կյանքի մեջ։ Ինչի էս մարդը այսքան երիտասարդ վերցվեց։ Եսայիա մարգարեության 57-րդ գլխի մեջ գրած է. Արդարը վերցվում է առանց մեկի իմանալու, որ նա չարիքի երեսից վերցվեց։ Աստված տեսնում էր, որ այդ մարդուն չարիք էր պատահելու, մեծ չարիք։ Հիմա կասեք, խի մահից ավելի մեծ չարիք կա, ասեմ ձեզ, այո, սիրելիներ, մահից ավելի մեծ չարիք կա։ Այս խոսքը ես արտահայտեցի մի օր մի գերեզմանում մի ընտանիքին, որ կանգնել էի ու 39 տարեկան էր այդ տղան, որ մահացավ, մի վկայություն անեմ։ Ուրեմն ապրիլ ամսին ինքը վթարի էր ենթարկվել ու կենթանի էր մնացել։ Մեծ մեքենայով վթարի էր ենթարկվել։ Ու հետո այդ վթարից հետո ինքը ապաշխարեց։ Վթարից հետո ապաշխարեց, փոխվավ իր կյանքը, ինքն ու իր կինը եկան, ջրով մկրտություն ունեցան ու հանկարծ հոկտեմբեր ամսին հիվանդացավ այս տղան ու 1 ամսից հետո մահացավ։ Ու ես աղոթում էի Տիրոջը, ասում էի, Տեր իմ Աստված, ինչի այսպես եղավ։ Ինչի։ Այն աստիճանի էր մաքրվել այդ անձնավորությունը, այն աստիճանի էր բարի դարել այս անձնավորությունը, ինչի այդպես եղավ։ Եվ ես հստակ պատասխան ստացա, ինչու դա տեղի ունեցավ։ Աստված ասեց, իմ ողորմությունն էր այդ տղայի կյանքում։ Ասեցի, խի մահը ողորմություն է, եւ հասկացա մի բան, որ ինքը պիտի ապրիլ ամսին մահանար։ Եվ մինչև հոկտեմբեր Աստված ողորմություն արեց։ Ինքը ապաշխարեց այդ ամիսների ընթացքում։ Ինքը փոխվեց, իր կյանքը տվեց Աստծուն։ Եվ ես այդ պահին, երբ որ հասկացա, ծնողներին ասեցի, լսեք, Աստված ողորմություն արե։ Մի մտածեք, որ էսի չարիք է պատահե, որովհետև ավելի մեծ չարիքներ կա։ Չարիքներ կա, որ այն ավտոբուսի շոֆերը, բանն, կամազի շոֆերը, հիշում եք Ռուսաստանում խփել էր այն ավտոբուսին ու լիքը երեխաներ մեջը մահացել էին ու իրան խալաթ էին ակցրել, նվաստացնում էին ու ամբողջ կյանքը ինքը պիտի անցկացներ բանտում այն մտքով, որ ինքը շատ մարդկանց կյանքեր ա տարել։ Եվ իրա տնեցիք էլ պետք է ամեն անգամ տանեին իրան պերեդաչը, խի եսի չարիք չի, սա ավելի մեծ չարիք է սերներ։ Երբ որ ծնողը տեսնում է իր երեխայի տառապանքը, երբ որ երեխաները տեսնում են իր ծնողի տառապանքը, սա ավելի մեծ չարիք է։ Աստված ասում է, ես վերցրեցի, որովհետև նրան չարիք էր պատահելու, որպեսզի ինքը գա ու հանգչի ստեղ խաղաղության մեջ։ Օրհնյալ լինի իր կամքը, շատ բաներ մենք չենք տեսնում, սերներ, շատ բաներ մենք չենք հասկանում այս կյանքից։ Դրա համար, եթե մեր Տիրոջը դարձրել ենք մեզ Տեր, իր կամքը մեր համար պիտի լինի բացարձակ, եւ իր որոշումները մեզ համար պիտի լինեն այո եւ ամեն, եւ անքննարկելի պիտի լինեն։ Որտեւ երբ որ մարդ ուզում է իր խելքով շատ բաներ հասկանա, գալիս է անհաշտությունը, գալիս է անհամերաշխությունը, գալիս է անհամաձայնությունը։ Այո, ես հիմա չեմ հասկանում շատ բաներ, բայց վստահում եմ Տիրոջը։
Վստահում եմ, ես հավատում եմ, կհասկանամ։ Հնարավոր այսօր իմ հասակը հոգևոր կամ իմ աճը չի թույլ տալիս շատ բաներ ընկալելու, հասկանալու, բայց ես հոգևորապես աճում եմ գալու ժամանակ, ես հասկանալու եմ, որ Տիրոջ բոլոր գործերը բարի են եւ արդար։ Հիշենք Հովնանին։ Հովնանը անհաշտ էր Աստծո փրկության ծրագրի հետ։ Նա չէր ուզում, որ ասորիները փրկվեին։ Ճանաչելով Աստծո կամքը, Աստծո սիրտը անմիաբան էր, հակառակ էր այդ որոշմանը։ Անկամ կետի փորից ազատվելուց հետո մտածում էր, որ մտածում ենք հասկացած կլինի, ինչ-որ բան փոխված կլինի կետի փորից հետո։ Այդ 3 օր անդունդի մեջ, կետի փորի մեջ աղոթում էր, ինչ-որ բան փոխված կլինի, բայց ցավոք սրտի, Հովնանի գիրքը այդպես էլ վերջանում է Աստծո բացարձակ հաղթանակով եւ Հովնանի անզեղ սրտով։ Նինվե մեծ քաղաքը ծոմով եւ աղոթքով ետ դարձան իրանց չար գործերից եւ հաշտվեցին Աստծո հետ։ Իսկ Աստծո մարգարեն նստած Նինվե քաղաքի պատերի տակ կռիվ էր տալիս Աստծո հետ, թե ես գիտեի, որ դու բարի եւ ողորմած ես, կփրկես իմ թշնամիներին։ Հիմա տեսնում եք, սիրելիներ, հավատացյալ մարդն էլ կարող է անհաշտ լինել Աստծո որոշումներին ու Աստծո ծրագրերին։ Մենք ավելի լավ կլինի հաշտվենք։ Գիտեք ինչու, որովհետև Աստված մեկը իր ծրագիրը, իր գործը կատարելու է։ Այն ինչ որ որոշել է բարձրյալը, իր գործը կատարելու է։ Լավ կլինի ես իմ միաբան սրտով, հաշտությամբ իր ծրագրի մեջ լինեմ եւ մասնակից լինեմ իր գործերին։ Եվ ոչ թե հերվից կանգնած տեսնեմ, թե ինչ է անում Աստված։ Եթե հանձնվել ես Աստծուն եւ կյանքդ նվիրել նրան, ապա այդ օրվանից Աստծո բոլոր ծրագրերը քեզ համար պիտի ընդունելի լինեն։ Խոնարհվենք նրա առաջ, որովհետեւ նա բարձրն է եւ տեսնում է ամեն ինչ։ Պետրոսի նման կարողանանք ասել. «Ուր գնանք քեզանից, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։ Եթե ուշադրություն դարձնենք այս կերպարներին, Կայենին, Եսավին, ապա կտեսնենք, որ Աստծո որոշումները բխում են այս անհատների վերաբերմունքից։ Կայենի ընծան չընդունեց նայելով նրա սրտին, որտեվ ասաց, եթե բարի ես կընդունվի։ Եսավին էլ մերժեց, որտեվ առաջինը նա մերժեց Աստծուն լինելու որպես անդրանիկ։ Նա մերժեց Աստծո հրամանը, պատրաստելով քարի տներ եւ օտարազգի կանանց հետ ամուսնացավ, դառնացնելով Իսահակի եւ Ռեբեկայի հոգին։ Տեսնում ենք, որ Աստծուց դուրս չի եկել այդ անհաշտությունը։ Աստված արդար է իր բոլոր գործերի եւ ճանապարհների մեջ։ Ում կողմից է եկել? Մարդու կողմից է եկել, սերներ։ Քեզ ինչ ժառանգություն է հասել քո հայրերից եւ ինչ են թողել քեզ, դա չի կարեւոր։ Մի մեղադրիր ծնողներիդ կամ պապերիդ։ Կան այստեղ մարդիկ, որոնք մեղադրում են իրանց ծնողներին եւ իրանց պապերին։ Ասում են, եթե մեզի լավ բան թողած լնեիք, հիմա մենք այս օրը չէինք լնի։ Ինչ են թողել, դա կարևոր չի։ Կարևորը նա է, որ այսօր հնարավորություն ունենք ճշմարտությունը ընդունելու եւ Աստծո մոտ լինելու։ Նյութական պակասություններին եկեք չնայենք, թեկուզ շատ լավ կլիներ, որ ամեն բան ունենայինք, բայց դրանք չեն որոշիչը։ Քրիստոնյան ունի ուրիշ չափումներ, աշխարհը ունի ուրիշ չափումներ։ Ես ուզում եմ մի քանի բաներ ընդգծել եմ քրիստոնյայի չափումների մասին։ Ինչ չափումներ պիտի ունենա քրիստոնյան։ Տես դու համապատասխանում ես այս չափումներին, թե ոչ։ Քրիստոնյայի համար խաչի գործը ամեն բանից առավել պիտի լինի։ Որտեղ որ մենք լինենք, ինչ ավետարան, որ պիտի քարոզենք մարդկանց, իմացեք, եթե այդ ավետարանի մեջ չկա խաչի գործը, դա ավետարան չի։ Որովհետև խաչ ավետարանի հիմքում ընկած է խաչի կատարած գործը, այն ինչ որ Հիսուսը արեց մեզ համար։ Քրիստոնյայի համար Սուրբ Հոգով առաջնորդվելը ոսկուց ու հարստությունից ընտիր է։
Եթե մենք սա չենք հասկացել դեռ սիրելիներ, ապա ժամանակն է, որպեսզի մենք աղոթենք Տեր, ես ուզում եմ հոգով առաջնորդվեմ, որտև նրանք են Աստծո որդիները, ովքեր հոգով են առաջնորդվում, ովքեր կարողանում են լսել Աստծուն։ Փառք Տիրոջը։ Քրիստոնյայի համար Աստծո խոսքով լուսավորվելը եւ սնվելը շատ համադամ կերակուրներից առավել է։ Քրիստոնյայի համար եկեղեցում լինելը, եղբայրների եւ քույրերի հետ հաղորդակցվելը աշխարհից թանկ է։ Շնորհակալ եմ այս մեծ ընտանիքի համար։ Շնորհակալ եմ Տիրոջից այս մեծ ընտանիքի համար, իմ եղբայր քույրերի համար։ Քրիստոնյայի համար Աստծուն հաճեցնելը եւ նրա սիրտը ուրախացնելը կյանքից առավել է։ Մենք մի քիչ էտի հասկանում ենք, երբ որ ուրիշներին մի հատ լավություն ենք անում, չէ, մենք էլ ենք ուրախանում, չէ, ասենց լավ ենք զգում մեզ։ Ու պատկերացրեք, երբ որ դու Աստծուն հաճեցնում ես, իր սիրտը ուրախացնում ես, այդ նույն ապրումն ա քո մեջ, որովհետև իմ հայրը ուրախացավ, իմ արածով ուրախացավ, իմ գովաբանությունով ուրախացավ, իմ առատաձեռնությունով ուրախացավ, իմ նեղության մեջ ես իրան գովացի, իրան օրհնեցի, դրանով ինքը ուրախացավ, ես էլ եմ ուրախ, երբ որ իմ հայրը ուրախ է։ Լավ, եթե զգում եմ, որ իմ մեղքերի պատճառով կամ իմ խելքի պատճառով անհաշտ եմ Աստծո հետ, ինչ անեմ։ Հիմա դուք ձեր սրտերի մեջ արդեն ասեցիք ինչ անեք։ Եկեք Սուրբ Գրքին դիմենք, տեսնենք Սուրբ Գիրքն ինչ է ասում։ Իմ համար Սուրբ Գիրքը ամեն հեղինակությունից առավել է։ Եվ Սուրբ Գիրքը մեզ քայլեր է ցույց տալիս, մեզ Սուրբ Գիրքը մեզ տեղ է ցույց տալիս, ձև է ցույց տալիս, ինչպես մենք հետ դառնանք դեպի իրան։ Եվ արդյոք նա մեզ կների։ Արդյոք հավատացյալները, որ անհաշտ են եղել իր ծրագրերին, Աստված կների։ Եկեք նայենք Միքիա 7:18։ Քեզ նման Աստված ով կա, անօրենություն ներող եւ իր ժառանգության մնացորդի հանցանքը անտեսող, որ իր բարկությունը հավիտյան չի պահում, որտեվ նրան հաճելի է ողորմությունը։ Նա մեզ դարձյալ պիտի գթա, նա պիտի ոտնահարի մեր անօրենությունները, մեր բոլոր մեղքերը կգցես ծովի խորքերը։ Այսպես էր ասում Մարգարեն։ Ուրեմն այն Աստվածը, որին մենք պաշտում ենք, ողորմած Աստվածը, եւ սպասում է, որպեսզի մարդիկ դեպի իրան դառնան։ Ասեն սխալվել ենք Տեր, ասեն, որ ես այսպիսի սիրտ չեմ ուզում ունենամ, անմիաբան, անհաշտ սիրտ չեմ ուզում։ Սաղմոս 86 3-ից 5-6 համարները։ Ողորմիր ինձ Տեր, քանզի քեզ եմ կանչում ամեն օր։ Ուրախացրու քո ծառայի անձը, քանզի դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տեր, որտև դու Տեր բարի ես եւ ներող եւ ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Ականջ դիր իմ աղոթքին, ով Տեր, եւ ուշ դարձրու իմ աղաչանքին։ Ինչ ասում։ Ասում է դու բարի ես, ներող, ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Եթե մենք կանչենք նրան, եթե մենք դիմենք նրան, նա հարուստ է ողորմությամբ Աստված։ Փոխելու մեզ եւ այս իրավիճակից մեզ ազատելու։ Հռոմեացիներ 5:10 Որտեւ եթե այն ժամանակ եւ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր որդու մահով, ապա որքան առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ հիմա հաշտություն ընդունեցինք։ Պողոս Արաքյալն ասում է, որ հաշտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով տեղի է ունեցել Գողգոթայի խաչի վրա։ Քեզ մնում է մի բան, դառնաս նրան, ասես Տեր, ներիր ինձ, եւ այդ հաշտությունը դու կընդունես։ Կողոսացիս 1:21 Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրություն, ցույց տվող չար գործերով, հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով հաշտեցրեց, որպիսի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ, որպիսի հավատքի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք, առանց կտրվելու ավետարանի հույսից, որ լսեցիք,
որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, որին ես Պողոսս սպասավոր դարձա։ Ուրեմն տեսեք, այս խոսքի մեջ Պողոս առաքյալն ասում է, հաշտությունը այնքան կարևոր է, որովհետև հաշտությունը քեզ կբերի հավատքի մեջ հիմնավոր եւ հաստատուն մնալուն։ Բայց եթե չկա այդ հաշտությունը, դու չես կարող հավատքի մեջ մնաս, հաստատ եւ հիմնական։ Երերաս, մի օր էլ հոգնած քո կյանքից կգնաս, կհեռանաս, ով կասես ամեն ինչ սուտ էր, որովհետև դու հեռացար նրանից, որովհետև քո անհաշտ անզեղծ սիրտը քեզ հեռացրեց կենթանի Աստծուց։ Սուրբ Խոսքն ասում է, որ մենք բարեխոս ունենք երկնքում, Հիսուս Քրիստոս արդարը, որը կարող է մեր մեղքերի համար մեզ բարեխոսություն անել, որովհետև նա մարդ լինելով մահացավ մեզ համար, որպեսզի մեզ հաշտեցնի Աստծո հետ։ Աստծո հետ հաշտվելը անկեղծ զղջման, ձեր մեղքերը խոստովանելու եւ Հիսուս Քրիստոսին զոհաբերության միջոցով նրան ներումը ընդունելու գործընթաց է։ Այն մարդու եւ արարչի մեջ եղած հոգեվոր պատնեշը վերացնելու եւ նրա հետ խաղաղություն գտնելու ուղին է։ Կարևոր է հաշտվելը, այո։ Կարևոր է համաձայն լինելը Աստծո խոսքին, Աստծո կամքին, այո։ Միաբան լինելը, այո, քո սեփականը դարձնելը, այո եւ ամեն, որովհետեւ այդ խոսքերը գրված են ինձ համար։ Եկեք մինչ կշարունակենք մեր այսօրվա պատգամը, ուզում եմ աղոթենք Աստծո առջև, ներում խնդրենք Աստծուց եւ ապաշխարելով հաշտվենք Աստծո հետ, եթե ինչ որ բան տեսանք մեր կյանքի մեջ կա։ Խնդրում եմ, եկեք կանգնենք, մի քանի րոպե աղոթենք։ Հիսուս Տեր, ահա մենք քո առջև ենք, Տեր։ Դու տեսնում ես մեր սիրտը, դու գիտես մեր գործերը, գիտես մեր ապրումները, գիտես մեր հավատքը, գիտես ամեն բան։ Դու տեսնում ես Տեր իմ Աստված եւ գիտես նաեւ Տեր, ինչ ճանապարհներով ենք մենք անցնում եւ ինչ բաներ են բարձրանում, ինչ փոթորիկներ մեր էության մեջ։ Դու մեզ կանչել ես խաղաղության որդիներ լինելու։ Դու մեզ կանչել ես Տեր հաշտությունը ընդունելու եւ հաշտարարներ լինելու։ Դու մեզ կանչել ես Տեր, որպեսզի մենք քո հետ ունենանք մտերիմ սերտ հարաբերություն եւ դու մեզ կանչել ես, որպեսզի քո կամքը կատարենք այս երկրի վրա։ Օրհնյալ Աստված, ներիր մեզ Տեր։ Ահա մենք քո ժողովուրդդ կանգնած ենք քո առաջ եւ ասում ենք, ներիր մեզ Տեր։ Ներիր Տեր իմ Աստված շատ անգամ մեր անհաշտությունների համար, այն անհամաձայնությունների համար, որ ունեցել ենք քո խոսքի հետ, ունեցել ենք Տեր իմ Աստված քո կամքի հետ, շատ բաներում Տեր իմ Աստված վերաբերվել ենք շատ անփույթորեն, վերաբերվել ենք Տեր իմ Աստված անհոգությամբ, անտարբերությամբ, շատ անգամներ լուրջ չենք վերաբերվել քո պատվերներին ու քո օրենքներին, քո հանձնարարականների հանդեպ ականջ չենք խոնարհացրել, ներիր մեզ Տեր։ Ներիր մեզ Աստված իմ։ Ես չեմ ուզում հեռու լինել քեզանից եւ չեմ ուզում Տեր, որպեսզի պատնեշ կառուցվի իմ ու քո միջև։ Չեմ ուզում, որ իմ մեղքերի պատճառով այդ պատնեշը կառուցվի եւ ես չկարողանամ տեսնել ու լսել քեզ Տեր։ Ես չեմ ուզում կորցնել այն կյանքը, որ դու ինձ տվել ես Տեր։ Չեմ ուզում նյութական այս աշխարհիկ բարիքների հետևից գնալով կորցնեմ այն հոգևոր արժեքները, որ դու ինձ տվել ես Տեր։ Ես ուզում եմ Տեր, ուզում եմ միշտ քո ոտքերի մոտ խոնարհված հաշտ սրտով քո հետ Տեր ապրել իմ կյանքի օրերը Տեր եւ համաձայնվել քո ամեն որոշումներին, քո կամքին ամեն ասելով Տեր։ Հիսուս Տեր, ների ինձ, օգնի ինձ Տեր, որ ես կարողանամ ապրել այն կյանքով, որ դու ուզում ես, որ ես ապրեմ։ Քո կյանքով, հոգևոր կյանքով, ոչ թե հավատացյալ խաղալով Տեր, այլ լինելով աստվածապաշտ հոգևոր մարդ ամեն օր Տեր։
օգնի մեզ բոլորիս։ Ահա մենք Տեր, ողորմիր եւ թող քո ներումը, քո բժշկությունը, քո փրկությունը գա բոլորիս կյանքի մեջ։ Ամեն։ Ամեն։ Փառք Խնդրեմ, համեցեք նստեք։ Շարունակելով թեման ուզում եմ մի կարևորագույն բան էլ ասել, այն ինչ որ նկատել եմ, այսօր ընտանիքներում է շատացել անհաշտությունը։ Երիտասարդ սերունդին մեծերը չեն հասկանում։ Այդպես է երիտասարդներ։ Ձեն չկա։ Մեր երիտասարդները լրիվ համաձայն են, որ իրանց մեծերը հասկանում են, բայց դա այդպես չի։ Հələ խոսացրեք երիտասարդներին։ Ասեմ երիտասարդներ, դուք էլ համապատասխան պատիվ եւ ժամանակ չեք տալիս ձեր ծնողներին։ Եվ գիտեք հիմքում իմ ասածով պիտի լինի միտքն է։ Ծնողներն ասում են, ես ծնող եմ իմ ասածով պիտի լինի ու վերջ։ Երեխաներն էլ արդեն լիքը բաներ են հասկացել ինտերնետից ու ասում են, մեր ասածով պիտի լինի ու վերջ։ Ու երբ որ այսպես են մտածում ամեն մեկն իրանց ասածով, սկսում է գշտությունը, սկսում է բաժանումը, սկսում է իրար չհասկանալը, սկսում է մեղադրանքները։ Սիրելի ծնողներ, եկեք թող Աստծո ասածով լինի։ Սիրելի երիտասարդներ, եկեք թող Աստծո ասածով լինի։ Ոչ թե մեր, այլ Աստծո ասածով։ Այդ ժամանակ կգա համերաշխություն ու միաբանություն։ Եթե մենք ծնողներս ու երեխաներս շարժվենք Աստծո ասածով, իսկ Աստծո ասածը մեր կյանքի համար կարող է մեզ այդքան դուրեկան չլինի, բայց մեր ապահովությունը, մեր օրհնությունը եւ մեր փրկությունը կլինի։ Սիրելի հավատացյալ բարեկամ, տեղ չտանք սատանային։ Անհաշտությունը դուռ է բացում սատանայի չար ուժերի համար։ Դուռ է բացում անեծքի առջև։ Չար ոգիները օգտվում են առիթից եւ տրամադրում են մեզ իրար հանդեպ։ Խոշորացույցով են ցույց տալիս իրար սխալները։ Եվ մենք էլ մտածում ենք, եթե ես տեսա, չէ։ Տեղ ես տվել, իրանց գործը չար ոգիների հետ է տրամադրել իրար դեմ չարություն հրահրել, որպիսի բաժանի, որպիսի անհաշտություն գցի։ Երիտասարդները չեն կարողանում տանել մեծերի տնքոցները, դանդաղ շարժվելը։ Ճիշտ ասած նկատել եմ, որ ես էլ չեմ կարողանում սիրով պատասխանել պապայի հարցերին, որոնք շատ անգամ ինձ համար անիմաստ են։ Տեսել եք չեն վիդեոռոլիկը, որ հերը հարց է տալի, ինչ է սա, ու տղան ջղայնանում է հոր վրա։ Ասում ինչ ես այդքան նույն հարցը տալիս։ Ես էլ անկեղծ շատ անգամներ ինձ բռնացնում եմ, որ ես էլ եմ բարկանում իմ ներսը։ Ու մեկ էլ այդ հայրը գնում է մի հատ գրքույկ է բերում, որի մեջ գրված էր։ Իմ տղաս փոքր էր։ Եվ երբ որ ճնճղուկ տեսավ, հարցրեց. «Ինչ է սա»։ Եվ ես պատասխանեցի։ Նորից հարցրեց. «Ինչ է սա»։ Եվ ես ասում եմ 20 անգամ սիրով պատասխանեցի ու ասեցի. «Սա ճնճղուկ է»։ Ծնողը կարացավ երեխայի հարցերին պատասխանի, բայց այսօր շատ ծնողներ էլ չեն կարում, ներվերները չի հերիքում իրանց երեխաների հարցերին պատասխանելու։ Լսեք, եթե մենք մեր ներվերը չի հերիքում մեր երեխաների հարցերին պատասխանելու, իրանք ուրիշ տեղից այդ պատասխանը կգտնեն, ու ինչ գիտես, որ ճիշտ կգտնեն այդ պատասխանը։ Լավ կլինի, որպեսի դու համբերատար, հանդուրժելով, քեզի կրծելով, եթե ներվերը չի հերիքում, չգիտեմ, խաղաղություն խնդրելով, բայց կարողանաս երեխաների հարցերին պատասխանել։ Եվ երեխաներն էլ կարողանան համբերատար լինել իրանց ծնողների հարցերին։
սկսել են իրար վրա բղավել, վիրավորական խոսքեր ասել։ Ծաղրանք եմ նկատում, որը քրիստոնյայի մեջ պիտի դրսևորվի։ Չնչին բաներից գալիս է վրդովմուն, կանխաղաղություն։ Երիտասարդների ճպոցները ուժեղացել ու լսելի են դարձել։ Եթե առաջ թույլ էին ճպցնում, հիմա նենց են ճպցնում, որ ծնողը լսում է արդեն։ Իմ բարեկամներ, Աստծո ընտանիք, թույլ չտանք, որ այդ թանկ Աստծո օրհնությամբ կազմված ընտանիքում խավարը տեղ ունենա։ Այստեղ մենք պիտի խոնարհման գնանք, այստեղ մենք պիտի փողզիջման գնանք, ոչ թե սատանայի հետ փողզիջման, այլ ընտանիքի խաղաղությունն ու մթնոլորտը պահելու, հասկանալու երեխաների ապրումները։ Աշխարհը փոխվել է, առաջվանը չի։ Շատերս 20-րդ դար ենք, բայց հիմա 21-րդ դարն է։ Եվ շատ անգամներ մենք մեր 20-րդ դարի մտածողությունով ենք շարժվում։ Հիմա փոխվել է իրավիճակները եւ մենք պիտի կարողանանք այս մարտահրավերներին կարողանանք դիմադրել եւ կարողանանք օգնել մեր երեխաներին, որ նրանց չկորցնենք։ Երեխաներն էլ պիտի հասկանան, որ ինչքան էլ նրանք զարգանում ու աճում են, ինչքան էլ նրանք կրթվում են, ինչքան էլ նրանք տեսնում են իրենց ծնողների բացը, անգրագիտությունը, պակասը, դա պիտի թույլ չտա իրանց, որպիսի իրանց ծնողների հանդեպ նրանք ամբարտավան լինեն, մեծամիտ լինեն ու բարձրից նայեն իրանց ծնողներին, այլ պիտի կարողանան որպես ծնողի պատիվը տեղը պահել, հարգել, օրհնել։ Եթե դու ուզում ես իրական օրհնություն ու հաջողություն քո ճանապարհների մեջ, դու քո ծնողին պիտի պատվես։ Մաղաքիա 4:5, հիշեք վերջի օրերին, ինչը ասում Մաղաքյան, ասում է, ահա ես կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ, եւ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը դեպի իրենց հայրերը, որ չլինի գամ եւ երկիրը հարվածեմ անեծքով։ Դուք ուշադրություն դարձրեցիք, այստեղ հաշտության մասին է խոսում։ Այստեղ իրար հետ հասկանալու, միաբանվելու, հայրը որդուն, որդին հորը, որտև սա բերելու է մի իրավիճակի, որը հող է պատրաստելու անեծքի առաջ, գամ ու զարկեմ անեծքով։ Մենք ոչ մեկս չենք ուզում անեծքի տակ հայտնվենք։ Մենք ոչ մեկս չենք ուզում դժբախտությունների շարանի մեջ հայտնվենք։ Երբ որ մի բանից ելում ու գնում ես մյուս բանի մեջ, մենք ուզում ենք խաղաղ ապրենք, աստվածապաշտ ապրենք մեր կյանքը։ Դրա համար եթե դու ուզում ես, ուրեմն համապատասխան վերաբերմունք պիտի ցույց տաս։ Գիտեք ինչ եմ նկատել։ Նաև նկատել եմ եկեղեցում այս անհաշտությունն ու անհանդուրժողականությունը։ Կներես հովիվ, որ ուզում եմ ասել։ Շատ անգամներ այն որոշումները, որ հովիվը կայացնում է եկեղեցու մեջ, մենք որպես հետևորդներ, մենք որպես օգնականներ, այդ որոշումներին պիտի համամիտ լինենք, համաձայն լինենք, միաբան լինենք եւ ոչ թե անհաշտ։ Որովհետեւ այդ որոշումների մեջ, այդ միաբանության մեջ է թաքնված օրհնությունը Աստծո։ Այս մարդուն դրել է մեզ համար, որպիսի հովիվը մեզ առաջնորդի, Ռուբիկ եղբայրը մեզ առաջնորդի ու երկար տարիներ է հոգևոր ճանապարհի մեջ մեզ առաջնորդում է, կերակրում է հոգևորապես։ Եվ այն ինչ որ Աստված այն օծությունը, որ իրան տվել է, կառավարելու ու առաջնորդելու, ինքը լավ գիտի այն տեղափոխությունները, այն ամեն ինչ որ ինքը անում է եկեղեցու մեջ։ Եվ եթե հանկարծ վաղ ինձ կասի դու դրան մոտ պիտի կանգնես, այնտեղ մարդկանց ողջունելու, ես բոլորիդ առաջ ասում եմ, ես խոնարհությամբ կհամաձայնվեմ այդ որոշմանը, որովհետև նա իմ հովիվն է։ Որտև նա իմ հոգևոր հայրն է, դրված է, որպիսի ինձ կարողանա ուղղություն ցույց տա ու առաջնորդի։ Եվ մենք էլ որպես հնազանդներ, մենք էլ որպես հետևորդներ պիտի որոշումներին կարողանանք համամիտ լինել եւ հնազանդվել։ Այո, շատ անգամներ կարող են եւ եղել են անհաշտներ, ովքեր անհաշտ են եղել հովիվի որոշումներին, հովիվի են ասած կազմակերպված այն որոշումներին, գործերին, եւ նրանք անհաշտ լինելով չեն մնացել եկեղեցու մեջ ու գնացել են։ Բայց ես մի բան ասեմ ձեզ, ովքեր որ
որոշում։ Շատ անգամներ ես էլ անկեղծ ասեմ ձեզ, եղել են բաներ, որ ես չեմ հասկացել, բայց ասել եմ, քանի որ իմ հովիվս է ասում, ես կարող այսօր չեմ նկատում դա, բայց երբ որ ընդունել եմ, հետո տեսել եմ, որ այս մարդը ճիշտ էր ասում, որովհետև ինքը անցել էր մի ճանապարհ, որով ես չէի անցել։ Եվ այդ որոշումները, այդ իմ որոշումը հաշտության բերեց նրան, որը իմ մեջ խաղաղություն բերեց եւ միաբանություն ու համերաշխություն։ Բայց երբ որ ես չեմ ընդունի, իմ խելքով կուզենամ առաջնորդվեմ, որտեվ ես լիքը բաներ եմ արդեն հասկանում հոգևոր կյանքից, կհեռանամ ու ես եմ տուժվելու սերելիներ։ Իմացեք։ Դրա համար, եթե մենք ուզում ենք հասնենք տեղ, մենք պիտի միաբան լինենք հովիվի տեսիլքին, հովիվի առաջնորդությանը, իրա ձեռքերը բարձրացնող պիտի լինենք ժողովրդով, իրա համար աղոթող պիտի լինենք, ուրիշների բերանները փակող պիտի լինենք, երբ որ կսկսեն բամբասել ու չարախոսել, ոչ թե նրանց ջրաղացներին ջուր լցելու, այլ որպես ասելու, նա Աստծո ծառան է, ընկած է թե կանգնած է, Աստծունն է։ Մենք ոչ մեկս իրավունք չունենք։ Դավիթը մեզ օրինակ Սուրբ գրքի մեջ, կարդացեք ու տեսեք։ Սերներ, այո, մենք կարող ենք անհաշտ լինել նաև առաջնորդի, հոգևոր առաջնորդ։ Լավ, եթե դու անհաշտ ես, դու ոնց կարաս իրա բերանից այդ պատգամը լսես։ Երբ որ դու անմիաբան ես, երբ որ դու տրամադրված ես, երբ որ դու նախապաշարումներ ունես, դու ոնց կարաս այն պատգամը, որ իրա բերանից Աստված խոսում է, դու կարողանաս լսես։ Դու չես լսելու։ Քո համար ծանր է լինելու։ Ուզում ես հավատք առաջանա ու այդ պատգամը քո կյանքի մեջ տեղ ունենա, դու պիտի հաշտ լինես։ Եթե իրականում սրտիդ մեջ այդ անհաշտությունը հասել է մի աստիճանի, Ռուբիկ եղբոր դուռը բաց է։ Երբ ուզենաս կարող ես գալ իր այդ նստել, կիսվել, ասել քո անհաշտությունը, ասել քո անհամաձայնությունը, ասել քո խռովքը եւ քո պատասխանը գտնել, ավելի լավ է դու ճշտես քո պատասխանը, քան թե վառվես դրանով ու դա քեզի օտարացնի ավելի։ Եթե ինչ-որ մի հովից կամ ինձանից սերելիներ, եթե որ մեկդ նեղացել է, չգիտեմ, խռովել եք ինձանից, դու կարող եք վերջում գալ մոտենալ ինձ, իրար հետ միասին պարզաբանենք, թող հաշտություն լինի մեր մեջ, թող ոչ մի մութ բան չմնա ձեր մեջ, սերելիներ, որպեսզի դա տեղ չտա սատանային գործելու մեր կյանքի մեջ։ Մեզ Աստված ավելի վեհ բանի համար է կանչել։ Աստված մեզ կանչել է ոչ միայն հաշտված լինելու, այլ կանչել է հաշտարարներ լինելու։ Երկրորդ Կորինթացիս 5:18։ Ռուբիկ եղբայրը շատ է սիրում այս խոսքը։ Ես առաջի անգամ, որ այս խոսքի խորությունը հասկացել եմ, իր ուսուցումների ժամանակ եմ հասկացել այս խոսքի խորությունը։ Ամեն ինչ Աստծուց է, որ մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Ում տվեց? Մեզ, բոլորիս տվեց հաշտության ծառայությունը, որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց եւ նրանց հանցանքները իրեն ներեց եւ հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Արդ Քրիստոսի անունով պատգամաբերություն ենք անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում, հանուն Քրիստոսի աղաչում ենք հաշտվեք Աստծո հետ։ Որովհետև Աստված նրան, որ մեղք չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Տեսնում եք, ինչքան կարևոր է հաշտարար լինելը, հաշտված լինելը։ Հիմա մեկը կասի, ինչպես հաշտության ծառայություն կատարեմ, որ անհաշտ եմ։ Անհաշտ ես, հաշտվի։ Ում ես սպասում։ Երբ ես հաշտվելու։ Եթե դու նկատում ես, որ դու անհաշտ ես, Աստծո խոսքն ասում է այսօր այդ օրը, որ դու կարող ես հաշտվել ու էլ չլինել անհաշտ։ Գիտեք ինչի շատ անգամներ չի ստացվում մեր ծառայությունը, որտեղ ծանրացած են մեր սրտերը։ Եվ հիմա դու էլ հիշում ես այն մարդում, ում հետ անհաշտ ես, խռոված ես, քայլ արա եւ մի մտածիր, որ ես չեմ մեղավորը, նա էր մեղավորը։ Նա սկսեց։ Դու չգիտես, թե ինքը ինչ դաժան, անարդար մեկն է։
Եթե ես հիմա հաշտվեմ, ինձ կօգտագործի։ Եթե ես հաշտվեմ կամ ներեմ, կիմանամ, որ ես թույլ մարդ եմ։ Ինչ կմտածեն մարդիկ, թե ինչ է մտածում, ինչ եմ ես մտածում, ինչ կմտածեն մարդիկ, սա չի կարևոր։ Կարևորը թե ինչ է մտածում Աստված մեր մասին։ Եթե իրականում դու Աստվածապաշտ ես, քեզ պիտի հուզի այս միտքը. հանկարծ չկորցնեմ նրա ներկայությունը, հանկարծ իմ անզեղ սրտով չդառնամ Աստծուն տհաճ։ Եթե ներեմ մարդկանց իրենց հանցանքները, ապա դու էլ ինձ կներես։ Ես չեմ ուզում, որ իմ բերած ընծան ու աղոթքը ընդունելի չլինեն քեզ։ Դրա համար ուզում եմ հաշտվել իմ եղբոր հետ։ Եթե մեկը կա այստեղ, որ ես նրան վիրավորել կամ անուշադիր եմ եղել նրա հանդեպ, մոտեցի նրան։ Հավաքույթից հետո մոտեցի, մի պարզ խոսք, ասա ինձ կներես։ Ոչ թե ասա դու սենց արիր, ես սենց արի, դու նենց արի, չէ, մի պարզ խոսք։ Ես ու դու չեմ ուզում, որ մենք անհաշտ լինենք։ Ների ինձ։ Կարաս խոնարհվես այդ պահին ասես ների ինձ։ Մի առակ եմ ուզում պատմել։ Մի պատմություն հետաքրքիր երկու եղբայրների մասին։ Այնքան սիրով լավ ապրում էին, երկուսի տներն էլ իրար կողքի։ Մի օր այնպես ստացվեց, որ այս երկու աղբերները իրար հետ գժտվեցին։ Չգիտեմ ինչ, գիտեք, չէ՞ մի հատ ցտից, մի հատ եսի ինչ պատճառով մարդու կյանքի մեջ պետք է գժտությունը սկսվում։ Այն աստիճան, որ այս փոքր աղբերը գնաց բահը վերցրեց ու երկու տների մեջ մի հատ խորը փոս փորեց, որ այս աղբերը ենքում չանցնի մեծ աղբերը։ Այս աղբերը, որ տեսավ, էսի sense մի հատ խորը փոսա փորե, կանչեց մի հատ փայտագործի, ասեց մի հատ 3 մետրանոց պարիս սարքիստը, որ ես դրա երեսը չտենամ։ Այս փայտագործն ասեց գնա գործի կգաս պատրաստ կլինի։ Գնաց գործի եկավ, տեսավ ոչ թե պարիս պա սարքե, կամուրջա սարքե։ Այս փայտագործը։ Եկել էս մեծ աղբերը, որ եկավ, ասում է, «Էս ինչ է սարը, այդ պահին փոքր աղբերը այդ կամուրջի վրայով վազելով գալիս է»։ Եկավ գրկեց մեծ աղբորն ասեց, թեկուզ ես չար վերաբերվեցի քո հանդեպ, բայց դու կամուրջ կառուցեցիր, որպեսզի մեր հարաբերությունները շտկվեն։ Ների ինձ, ես սխալ եմ եղել քո հանդեպ։ Այս մեծ աղբերը ֆռում է այդ փայտագործին։ Ասում է, մի քանի օր էլ մնա էլի։ Ու գիտեք ինչա պատասխանում էս փայտագործը։ Ասում է ես դեռ շատ կամուրջներ ունեմ կառուցելու։ Չեմ կարա մնամ։ Աստված մեզ կանչել է սերներ, որ շատ կամուրջներ կառուցենք, որպիսի ոչ մի ձոր, ոչ մի փոս չկարողանա կտրել մեզ իրար հետ փոխհարաբերությունից։ Այո, սերներ, մենք բոլորս տարբեր ենք։ Տարբեր մտածողությունների, տարբեր նախասիրությունների, տարբեր բնավորությունների, մեկը մի քիչ կոպիտ է, մեկը մի քիչ փափուկ է, բոլորս տարբեր ենք, բայց կարող ենք այդպես իրար ընդունել, ինչպիսին որ մենք կանք։ Կարող ենք իրար ընդունել եւ իրար հանդեպ լինել բարի, դրացակամ եւ աղոթող։ Աստված մեզ կանչել է, որպեսզի իր հետ հաշտ լինենք եւ իրար հետ հաշտ լինենք։